Ջանը փառավորվի Սիլաստո ժողովուրդ ջան, մենք այսօր տեսանք, որքան կարևոր թեմաների վրա Տերը կանգնեցրեց եւ խոսեց ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք այնական խոսացինք, եթե հիշում եք, չէ՞, շատ անգամ Դամարտո Տերը փառավորվի Սիլաստո ժողովուրդ ջան, մենք ինչ ունենք այսօր, չէ՞, մենք այսօր տեսանք, մենք այնական խոսացինք, որ շատ անգամ հնարավոր է մարդը մտածի, թե եղբայրը խոսած քարոզեցի ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը այդ ձևը մտածում, հնարավոր է իր մեջ այդ հավատքը լուրջ ձևավորվի։ Ինչու համար հрьяաները չէին ընդունում Հիսուսին, Ժորժան, ասում են, բանի որդին չէ, Հովսեփի որդին չի, Ժորժան։ Այս մարդիկ չհասկացան, նա Հովսեփի ոչ թե որդին էր, նա Հովսեփի որդին չէ, Ժորժան։ Հովսեփ իրան պիտի հայր ասեր, Հովսեփ պիտի Հիսուսի առջև խոնարհվում է, իրան պիտի պաշտի Հովսեփը, Ժորժան։ Ինչու համար մարդիկ չէին կրում հոգևոր աչքերով տեսնեն։ Այն մարդիկ, ովքեր տեսան, եկան Հիսուսի ոտքերի մոտ, եկան Տիրոջ մոտ, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք ինչու համար այսօր Աստված շատ լուրջ կարևորություն է դրել, որ եղբայրների միջոցով խոսում է, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն հարության մասին։ Հնարավոր այո, մարդը հավատք ունենա, այդած պաշտոն տարիներով, այդած պաշտամուկին, բայց գալու է մեկ է պարագա, որ պիտի հոգի տաս, մարդը վախենում է։ Մենք խոսում ենք հավատքի մարդկանց մասին, ժողովուրդ, մենք անհավատների մասին չենք խոսում։ Անհավատ մարդը կվախենա հոգին տալը, որովհետև նա գիտե, եթե հոգին տվա, պետք է հայտնվի դժոխքում, ժողովուրդ։ Մարդու հոգին, որ իր մեջը կա, այդ հոգին ինքը գիտա։ Այն մարմինը ինչ կա, ինչքան մեզ այս մարմին սնուցանում ես, գուրգուրում ես, փայփայում ես, փշփշում ես, ներգում ես, արտարում ես, չէ՞։ Եկավ ժամանակը քեզի ինքը դավաճանի փախնի։ Եվ դիասը դու չես իմ խելքին ընկես, չես ենք, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք գիտենք, որ մարմինը պետք է դառնա հողի, բայց հոգին, որ քո մեջ դա, էլի դու ես, ժողովուրդ ջան։ Մարդիկ մտածում են հոգի մի հատ փոշի է, ելավոտ ու ինքը չկա։ Ժողովուրդ ջան, դա համար մենք այսօր ինչի համար տեսնում ենք, որ Աստված այսօր ինչի համար այսօր խոսում է այս կարևոր բաների մասին, որպեսզի Աստծո ժողովուրդը Աստծուն հավատացող մարդիկ լուրջ վերաբերվեն իրանց հավատքի կյանքին, որ իրանք հասկանան, որ այսօր Աստված այո մեզի համար երկինք է պատրաստել, ժողովուրդ ջան, երկինք։ Այո, տեսնում ենք, այո, մենք այսօր դու նայես, դու քեզ նայես քու աբրած կյանքը նայես, չէ՞, դե ո՞րց ես դու եկես, չէ՞։ Ասես Տեր Աստված, ես ինչ մեղավոր եմ ես, ինձ ոնց ես սիրում։ Բայց այո, մենք տեսնում ենք Աստծո սերը այն դրա մեջ է, որ դու մեղավոր ես, որ Տերը քեզ սիրել է, ժողովուրդ ջան։ Այսօր շատ անգամ մենք ինչու համար չենք կրում մարդկանց սիրենք, չէ՞, ասենք մարդը չի կրում ների սիրը, որտեվ այս մարդը իր ուզածով չի անում։ Կամ դի քեզի նեղացնում է, չէ՞, վերջը մի պարագաներ կա, որ տեսնում ես քո սիրտը նեղվում է, ժողովուրդ ջան։ Եվ մենք իով տեսնում ենք իրապես, որ Աստված այսօր մարդկանց կանգնեցնում է, ժողովուրդ ջան, այսօր բոլոր մարդիկ, այո, հավատում են Աստծուն, կարա, ինչպես եղբայր ասես, կարա մոմեր վառեն, կարա նգարներ պատճեն, տարին, նեսին օրական նգար պատճեն, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք հավատքը, դա լրջությունը, հավատքը մարդու սրտի մեջ է ձևավորվում, ժողովուրդ ջան։ Ոչ այդ մոմի մեջ է, ոչ նգարի մեջ է, ոչ մի բանի մեջ չի, Աստծո հավատքը այն խոսքը, որ կա, նա քո սրտի մեջ պետք է ձևավորվի։ Աստծո խոսքը, որ դու կարդում ես, նա պետք է քո հոգու աշխարհի մեջ պետք է ապրի, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի քանի տարի երբ որ մի տատիկ կար, հավատքի տատիկ, ժողովուրդ ջան, մենք էլ ենք ասում, մենք մարդկանց չենք դատում, ժողովուրդ ջան, մենք ուզում ենք այսօր ոչ թե մենք ենք ուզում, Աստված ուզում է, որ բոլորիս օգնի, եթե քո մեջ կա անհավատություն կամ ի մեջ, չէ, Աստված ուզում է մեզ օգնի, որ քեզ ըդից ազատի, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչպես եղբայրը կարտած, չէ, ասենք մեկը ասում է ես արդ եմ արել, մեկը կին եմ արել, հո դրանք մեղքեր չեն, ժողովուրդ ջան, չէ։ Կին առնել, ասենք, այսօր շատ մարդիկ կար արդ առնեն, բայց էդի պիտի չխանգարի քեզի Աստծուն ծառայելու։ Եթե կին ես արել կամ ամուսին ես արել, դա պետք է քեզ չխանգարի Աստծուն ծառայելը, ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք մարդիկ հողել են առնում, կինել են առնում, ամուսին են առնում, չէ, բայց դրանք չեն իրանց խանգարում Աստծուն ծառայելու, ժողովուրդ ջան։ Այսա մի կարևոր բան է, այսօր մարդը հասկանում է, որ դրան իրան պիտի չխանգարի։ Սիրելի ժողովուրդ ջան, որ դու Աստծուն ծառայես, եւ դու պետք է հասկանաս, որ մի օր Տեր եկավ, ես ու դու պետք է կանգնենք Աստծո առաջ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերս օրհնի, որ իշքան կարևոր է, որ հավատքը ավետարանի ճշմարտության վրա լինի, ժողովուրդ ջան։ Հիշում եմ, որ տատիկ հիվանդ էր, 90 քանի տարեկան քույրիկ է, ժողովուրդ ջան, տատիկ քույրիկ։
Երբ որ գնացինք այցելության քույր եղբայրներով Մագադան, ասում եմ քույրիկ ջան, քեզ համար երկինքը տուն կա, ասում եմ իսկականից կա, ասի ո՞ց իսկականից կա քույրիկ ջան, իսկականիցը ո՞րն է, ավետարն է մեզ ասում, շո՞ղ մենք մեզանց չենք օրենում, չէ, ավետարն արդեն մեզ ասում է, որ կա, կարող ես դու չես տեսնում քո տունը, գեղեցկություն է քո տան, բայց Աստված ասում է կա քո համար, տղա ջան, աղջիկ ջան, այո, այսօր ինչքան ցավալի է, այսօր ամենացավալի մեղքը ժողովուրդ ջան, չէ, որ մարդու մեջի անհավատությունն է։ Շատ անգամ մարդիկ մեղքեր են փնտրում, ինչ-որ մի մեղք գտնեն, ինչ-որ մի մեղքի զղջան, բայց այսօր մարդը չի տես, որ իր սիրտը անհավատ է։ Իր ներսը չի հավատում Աստծո խոսքին։ Շատ բաներ կա, որ մեր մեջ կարա կասկածանքն անհավատություն լինի, ժողովուրդ ջան։ Ես մի փոքր տեղ, որ եղբայրներս խոսեն, դա շարունակություն հետո ժողովուրդ ջան։ Ես ուրիշ տեղ եմ կարդայի, բայց փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, սա ավելի կարևորություն է, որ այսօր Աստված ինչ անում, բերում է ինձ ու քեզ հավատալ ավետարանի խոսքին, որ կա երկինք, կա մեղքերի թողություն։ Մարդուն Աստված ստեղծեց հավիտենական կյանքով, ժողովուրդ ջան, եթե Ադամ ու Եվան չմեղան չէին, իրանք պետք է այս երկրի վրա հավիտյան պիտի ապրեին եւ պետք է չմահանային, եթե իրանք ուտեին կենաց ծառի, ժողովուրդ ջան։ Բայց մենք տեսանք, որ չկարողացան իրանք։ Այսինքն, երբ որ մարդը տեսնում ենք իր փրկությունը, շատ անգամ ու շատ մարդիկ, որ ուշացնում են իրանց փրկությունը, իրանց մաքրությունը, իրանց սրբությունը, շատ անգամ ունենում են մարդիկ շատ դժվարություններ, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսանք, ինչու համար Ադամ ջան, Եվա ջան, Էվա շուտ ուտեք, չէ՞ կամ այսօր թեկուս մենք, մեզ էլ է վերավ, ժողովուրդ ջան, այսօր շատ բաներ կա, որ մենք Աստծո խոսքը պիտի ավելի շուտ կերակրվենք Տիրոջ խոսքով, Տիրոջ օրենքներով, Տիրոջ պատվիրաններով, այս որ թողած է, իմ ու քո համար է թողած, ժողովուրդ ջան։ Շատ մարդիկ ասում են, դե ես էլ չեմ ապաշխարի կամ չեմ գնա, այ մարդ ում ես վնաս անելու։ Մենք մեզի դանենք, ժողովուրդ ջան, եթե չապաշխարեցիր, գնացիր դժոխք, դու քեզ ես վնաս անելու, չէ՞։ Օկուղի մարդու վնաս չես անելու, ժողովուրդ ջան։ Դա մարդ Տերես օրհնի սիրո, ժողովուրդ ջան։ Ես մի փոքր տեղ կկարդանք Առաջի Կորինթացիների, ժողովուրդ ջան, 15 գլխի 32 համարից մի քանի խոսք կկարդանք, եղբայրս խոսքը շարունակելու, որը կարևորություն էր սա, ժողովուրդ ջան։ Առաջի Կորինթացի 15 գլխի 32 խոսքը։ Եթե Եփեսոսի մեջ Մարտոս նման գազաններու հետ մարտնչեցա, ինչ օգուտ ինձի, եթե մեռելների հարություն չառնեն։ Ասում է, այս Մարտոս պես գազանների պես, այլ մենք գիտենք, որ Պողոս Սարաքել իշքան ինքը չարչարանքներ կրե, ժողովուրդ ջան։ Եվ դամար 32-ը, եթե Եփեսոսի մեջ Մարտոս նման գազանների հետ մարտնչեցա, ու հարց ատալում, ինչ օգուտ ունի ինձի, եթե մեռելները պիտի հարություն չառնեն, ժողովուրդ ջան։ Այսինքն, եթե պիտի մեռելները հարցուսման ձել ինչ օգուտ կա, ես իսկան պիտի չարչարանք կրեմ։ Ես հիշում եմ մի անգամ այդ սուտ վգաներից, որ եկան, դե Յովայ վգա են, կոչում իրանք սուտ վգաներ են, ժողովուրդ ջան։ Տերը ողորմա, որ իրանք էլ դառնան ճշմարտությունը։ Դա ասում են, պիտի մեգա ոչ մեղ կա, ոչ բան կա, պիտի ասում եմ այդ տնաշեն։ Եթե մեղ չկա, պատիժ չկա, երկինք չկա, այսինքն ոնց ուզում եմ ապրեմ, ժողովուրդ ջան, ինչուց պիտի վախենամ։ Եթե մարդը հոգի չունի, չէ, խոսքից ենք, մարդը չի հասկանում, եթե մարդը հոգի չունի, բա մարդ ինչու մարել ապաշխարում, էլ ինչու մենք վախենում։ Ոնց ուզում ես ապրի։ Մեկը վամսում դի մեռնես կնաս, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, այո, այսօր դրանք ների հոգիներ են, ները, որ այսօր մարդկանց մոլորեցնում, ասում են մարդը հոգի չունի։ Բա եթե հոգի չունի, բա մենք ինչու ենք սկան ապաշխարում, չէ, մարդը բերդ նստում, չէ, մարդը հալազում, չէ, մարդկանց սպանում, մարդկանց մորթում են, ժողովուրդ ջան, հավատքի համար, ինչու՞ համար, եթե դի հարություն չլինի։ Դամար մենք Աստծուն հավատացող մարդիկ, մենք հավատում ենք, ժողովուրդ ջան, որ կա հարություն, կա մեռելներից հարություն, եւ նաեւ մենք պետք է հարություն առնենք, այս մարմնից դուրս պետք է գանք, ժողովուրդ ջան, եւ գնանք երկինք։ Դե մի դեր ինչ մարմին կդա, ինքը կդա, ժողովուրդ ջան, իր գործն է արդեն։ Տիրոջ տված մարմինը սուրբ է, Տիրոջ տված մարմինը սրբություն է, ժողովուրդ ջան։ Սպիտակ հանդերձն է պետք է ինձ ու քեզ երկնքում։ Եվ դեր դամար հիմա մենք ու քեզ տեղ պատրաստում է, որ նոր տանի երկինք։ Հիմա մենք այս երկրի վրա պատրաստվում ենք երկնքի համար, ժողովուրդ ջան։
Այսօր դու ես տեսնում քո ներս ինչ դժվարություն կա, ինչ խնդիրներ կա, ինչեր դու չես հավատում, ինչն է քո մեջի դժվարությունը ժողովուրդ ջան, չէ, ինչ պատերազմ ունես, չէ։ Այսօր դու ես տեսնում ժողովուրդ ջան։ Դա մա այսօր շատ մարդիկ ասում են, այ մարդ, ես ինչ եք ասում։ Կեր խմա վաղմիսօր մեռնել կա, ժողովուրդ ջան։ Ասում են ինչ օգուտ ունի ինձ, եթե մեռելների հարություն պիտի չառնեն։ Ուտենք, խմենք, վաղը պիտի մեռնենք։ Այս խոսքը ասում են մեռել անհավատ մարդիկ ժողովուրդ ջան։ Այն մարդ այս կյանքը պիտի վայելես, վաղը պիտի մեռնես։ 4 հատ տախտակ ես տանելու ժողովուրդ ջան։ Այսօր սատանեն շատերին է խաբում։ Առաջին դագաղը 4 հատ տախտակ չեն, դե տախտակները հնարավոր շատ է լինի ժողովուրդ ջան։ Բայց այսօր այս մարմինն է տանում այդ։ Բայց մարդու հոգին, որ դուրս է գալու, իր գործերով պետք է տա երկին ժողովուրդ ջան։ Աստծո մոտ ընդ չկա, որ մարդը խապի, դե Տեր ջան, այսօր չկրծաղոտ է, Տեր ջան, այսօր չկրծա պաշտամ գնա։ Դե խապել չկա ժողովուրդ ջան։ Եթե մարդը կանգնավ Աստծո առջև ժողովուրդ, դու պատկերացա, դու սպես բաց նամակ ես, դու Տիրոջ առաջ, Տերը սպես քո ամբողջ էությունը գիտա։ Եվ ոչ մեկը չի կրծե կանգնի Տիրոջ առաջ, հանկարծ մի բանը խապի Տիրոջ։ Կամ գլուխները կախել են, կամ զղջացել են ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք իրապես շատ անգամ մարդկանց Տերը հետ է խրգում ժողովուրդ ջան։ Շատերին Տերը դժողքը ցույց է տալում, ասում է աղջիկ ջան, տղա ջան, գնա երկրի վրա, ապաշխարա։ Գոնե չգաս նույնց այստեղը, ժողովուրդ ջան, ինքան օրհնյալ Աստված է ժողովուրդ ջան։ Ինքան օրհնյալ Աստված է, որ այսօր նա բոլորիս համար հոգ անում։ Այն դժողքն է տանում մարդուն ցույց է տալում, նույնց հետ է բերում ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ասում են հրաշք տենամ հավատամ ժողովուրդ ջան։ Այսօր քանի օգու ասված դժողքը ցույց է տվել հետ է բերում, այս մարդիկ էլի չեն հավատում ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք հավատքը տեսա դաշտի մեջ չի, հավատքը հրաշքների մեջ չի։ Այսօր դու հրաշք տեսար հավատաս, վաղ հրաշք չկա, դու հավատքդ կորավ։ Տեր ասա, բայն հրաշքը դուրա, կարող դու ստե չես, կարող չեմ ժողովուրդ։ Այսինքն մենք տեսնում ենք հավատքը դա Աստծո խոսքի վրա պիտի կապես քո հավատքը ժողովուրդ ջան։ Դամար ասում է, եթե պիտի հարություն չառնենք, ուրեմն ուտենք, խմենք, վազը պիտի մեռնենք ժողովուրդ ջան։ Եվ ասում է, մի խաբվեք, չար ընկերակցությունները աղեք բարկը կապականեն։ Այսինքն քո չար ընկերակցությունը, որոնք քեզ խանգարում են, քեզի խապում են, ասում է դրանք քո բարի վարկ աբագանում են ժողովուրդ ջան, Տիրոջ խոսքը ասում է։ Այսինքն դու պիտի դրանց քո ում ես դու շփվում։ Ով է քո այդ շփվողը ժողովուրդ ջան։ Եվ նա քեզի ինչ է խոսում։ Դամար ասում է, վազը մի խաբվեք, չար ընկերակցություն ժողովուրդ ջան, մեզ զգուշացնում Աստված։ Այո, Հիսուս մա այդ ընկերակցությունը չար, ասում է քո բարի վարկդ աբագանում է ժողովուրդ ջան։ Շատ անգամ եթե պատկերացա մենք հավատքի մտել ենք հավատքի մեջ, եւ դե նույն սկսում ենք այդ անհավատները այդպես շփում ենք ժողովուրդ ջան, նրանք մեր բարի վարկը կաբագան են։ Ընկար իրանց հետ կբամբասես, ընկար իրանց հետ հայույանք են, ընկար իրանց հետ ամեն չար բանը պետք է անես ժողովուրդ ջան։ Այսինքն դու չես շփվում, էլ քո հետ շփում չկա, ժողովուրդ ջան, այսօր սաղսել ունեցել ենք անհավատ ընկերներ ենք ունեցել, չես շփվել եք անհավատ հետ, բայց երբ որ դու դից դուրս ես եկել, Աստված քեզի բերել դեպի լույսը, ասում է լույսը ինչ գործ ունի խավար հետ։ Այո, լույսը ինչ գործ ունի խավար հետ, ժողովուրդ ջան։ Այո, մենք անհավատների մարդկանց հետ ապրում ենք, բայց մենք իրաց հետ այդ շփումը չունենք, ոնց առաջ ունենք ժողովուրդ ջան։ Եթե ամեն մեկս հիշենք առաջվա մեր կյանքը մենք ոնց ենք ապրել անհավատների հետ մենք ոնց ենք շփվել, չէ՞։ Եվ հիմա որ դու նայում ես, հիմա նույնիսկ անհավատների հետ կապ կա։ Վերջը մարդը խոսում ես, բարև է տալում, ժողովուրդ, իրանք մեր թշնամիները չէ, չէ՞ խոսքի։ Բայց այն կապը չկա իրանց հետ, այն որ դու առաջ ես։ Դա մարսումը մի խաբվեք, չար ընկերակցությունները աղեք բարի վարկ կապական են։ Արտարությունով զգաստացեք ու մեղք մի գործեք։ Ասում է արտարությունով զգաստացեք, այսինքն մենք հավատքի մարդիկ սիրում ենք Աստծո արտարությունը ժողովուրդ ջան։ Այո, միգուցե այսօր դու մեղանչում ես, միգուցե այսօր մարդ ես, կարա միտեղ ձենդ բարձր լինի, միգուցե կարա համբերություն չունենաս, չէ՞, բայց դու դրա մեջ չես հարմարվում, ասում ես, էս ինչ լավ բան է։ Ես հիշում եմ մի քանի առաջ երբ որպես եղբայրներով գալում հավաքվում ենք, մի եղբայր զանգեցի, պաշտամունք չէր եկել։ Զանգի բա եղբայր ջան, ուր ես, չկաս, բա եղբայր ջան մեղանչել եմ։ Էս ինչ է որ մեղանչել ես, եղբայր ջան։ Արի եղբայրների մեջ հաղորդակցվի։ Որ քեզի սատանը մտցրես տուպիկի մեջ, ո մեղանչել ես, ո դու դրա համար չես ուրախանում, ժողովուրդ ջան, ասում եմ։
Ասում եմ եղբայր ջան, լավ, դու ընկել ես մեղքի մեջ, մարդ ես, մեղանչել ես, խո դու դրանով չես ուրախ, մեծ շլաբար ես դու տրտմում ես, քու մեջ գալմա լաց, քու մեջ գալմա ող, Տեր Աստված, այս ինչ եկավ ին վիճակս, ինչինք այս մեղքի մեջ, կամ ինչ ես չարություն արի։ Ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ դու դից դուրս գաս, ոչ թե մնաս այդ տուպիկի մեջ, շատ անգամ սատանեն մարդկանց տուպիկի մեջ է դնում։ Ասում է, նա տես ինչ երեցիր, մեղանչեցիր, էլ քեզի փրկություն չկա, էլ ուր ես այդում պաշտամ, կամ ես խես այդում, ժողովուրդ ջան։ Բայց Աստված այդ մեզի չի սովորացնում, ժողովուրդ ջան, Աստված ասում է, եթե մեղանչել ես, դարի նույնից Աստուն, քանի դեռ այդ երկնքի դուռը բաց է, ժողովուրդ ջան, քանի այդ դուռը բաց է, Աստված ասում է, մտի գոնե տապանի մեջ, գոնե երբ որ ես կամ դու փրկություն ունես, ժողովուրդ ջան։ Կամ երբ որ քո կին վերցնեմ, դու ունենաս փրկություն։ Տամար սիրած ժողովուրդ, արտարությունով զգաստացեք ու մեղք մի գործեք, ժողովուրդ ջան։ Վասնզի ձեզ մեջ ոմանք Աստծո գիտությունը չունին։ Սա ասում է հավատքի մարդկանց մասին, ավետարան ժողովուրդ ջան։ Նա ինչ ասում Աստծո խոսքը, վասնզի ձեզ մեջ ոմանք Աստծո գիտությունը չունեն, ձեզ ամճեցնելու համար կսեմ։ Աստծո խոսքը ասում է ձեզի ամաչնելու համար, որ դու Աստծո գիտությունը չունեք։ Որ այսօր դու չես հավատում, կա երկին, կա դրախտ։ Որ այսօր դու չես հավատում, Հիսուսը քո մեղքերը ներել է։ Նա մեզ ամաչնելու համար ասում է, ձեզ ասում եմ։ Սիրասո ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք, այսօր շատ մարդիկ երբ որ գալում են, զղջում են, ապաշխարում են, մեկ էլ սատանան ասում է, Տերը քո մեղքը չի ներե։ Եղեջը հավատում է ժողովուրդ ջան։ Եվ սկսում է տանջվել, տառապել, ասում է, այ Հիսուսին մեղքը չի նեն, չի պիտի չներա։ Ի՞նչն է պատճառը։ Այդ ոնց է դու այդ փսփսոցին լսում ես, որ նա քո մեղքը Տերը չէ։ Տերը ասում է, ես եկել եմ մեղավորի համար։ Աստված եկավ իր կյանքը դրեց իմ ու քո համար, ժողովուրդ ջան։ Երբ որ դու զղջում ես Տիրոջ, դու հասկանում ես, որ դու սխալ կյանք ես ապրել եւ դու ուզում ես քո կյանքը նորոգես ճիշտ ապրելու համար, Տերը քո մեղքը ներում է, նա մեզ ազատում է, ժողովուրդ, եթե նա մեզ չազատի, մենք այսօր չենք կրած Աստծուն ծառայի։ Եթե Տերը ինձ ու քեզ չազատեր, մենք չենք կրած այսօր Աստծո խոսք լսենք, ժողովուրդ ջան։ Եթե հիշում եմ, քանի տարի առաջ երբ 96 թիվն էր, ես 97-ին եմ ապաշխարել, ժողովուրդ ջան։ Մեր անգամ գնացել եմ պաշտամ, ժողովուրդ ջան, մինչև այդ պաշտամը մտել եմ, դուրս եմ եկել, այսպես կապտե կարմրել եմ։ Այսինքն, երբ որ Աստված քեզ ազատում է, ել դու չես կապտում կարմրում, ժողովուրդ ջան, դու այդ ուրախությունով ես գնում Հիսուսի տունը, ոտներդ վազում է, դա համար մեզի պետք է վերստին ծնունդ, ժողովուրդ ջան։ Այ ամեն մարդ պետք է վերստին ծնվի Աստծուց։ Այ մենք ծնվենք, այնվատ երբ որ մենք զղջում ենք, երբ որ մենք հանդիպում ենք Տիրոջ, երբ որ Տերը գալում է քո աշխարհի մեջ ապրում է, նա քեզ ազատում է։ Այս ամեն խավարից, ժողովուրդ ջան։ Համար օրհնյալ է մեր Աստված, որ Աստված այո մեզ ողորմություն անում, ժողովուրդ։ Դա ասում է վասնզի ձեզ մեջ ոմանք Աստծո գիտությունը չունեն, ձեզ ամաչնելու համար կասեմ, ամաչացնելու համար։ Տերը դա որ իրապես, եթե մենք այս բաներ ունենք, ժողովուրդ ջան, մենք ամաչենք Տիրոջից։ Ամաչենք, զղջանք Տիրոջ, ասենք Տեր Աստված, ներա մեզ, Տեր ջան, ներա մեր բոլոր թերահավատություն, ժողովուրդ ջան, ամենաահավոր մեղքը դա թերահավատությունն է։ Այն մեղքն է, որ այսօր դու չես հավատում, Հիսուս եկել է քո մեղքերը ներելով, Հիսուս եկել է քեզ փրկելով, Հիսուս եկել է քեզ համար երկինք է պատրաստել, ինչպես եղբայրները խոսան, ժողովուրդ ջան, եւ դու չես հավատում։ Դամար Տերը օրհնի ինձ էլ քեզ սիրասո ժողովուրդ ջան, որ այսօր մենք ինչ անենք։ Դամար ասում է իմ ժողովուրդը գիտությունը չունենալու պատճառով կորսվում են։ Պարզ ավետարան է գրված, ժողովուրդ ջան։ Մեզի պետք չի ճեմարաններ սովորել։ Մեզի պետք է Սուրբ Հոգու հետ կապ ունենաս։ Երբ որ դու կապ ունես Տիրոջ Հոգու հետ, այս ավետարանը ինքը պիտի բացի ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Եթե Սուրբ Հոգին չբացա Տիրոջ խոսքը, այսօր ոչ մեկս էլ կկարտանք ու կարտանք, բայց բան չես հասկանա։ Այս խոսքը քո կյանքի մեջ չի ապրի, ժողովուրդ ջան։ Այ երբ որ Սուրբ Հոգին եկում է ինձ ու քեզ բացում է իր խոսքը, ժողովուրդ ջան, դա ման ինչպես եղբայր ասեց, այո, այսօր շատ գիտնականներին, շատերին Աստված իր խոսքը չի բացում, ոչ մի գիտնականի։ Կարող է դպրոցը լավ է չես սովորել, բայց դու գիտնականից ավելի ուժեղ հավատք ունես, ավելի ուժեղ ունես Աստծո հետ կապ, բայց դու գիտություն չունես։ Այսօր շատ հոգիներ տարել է չի իմացել, ժողովուրդ ջան։ Ունեցել են եղբայր, որը տարել է չի իմացել։
Բայց երբ որ դու ունես հավատք, դու ամենայն գիտնականից ուժեղ հավատք ունես, Ժողովուրդ ջան։ Ասում եմ գիտնականները մինչև ելնում են լուսին հասնում են հավատացյալները նստած են արդեն։ Այսինքն մարդիկ արդեն հավատում են դրանց, մինչև իրանք այդ գաղափարը ստեղծեն, որ մի բանի հավատան, Ժողովուրդ ջան, արդեն Աստծո մարդը հավատում Աստծո խոսքին, Ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի սիրո Ժողովուրդ ջան, այնքան կարևոր է, երբ որ դու գալու ես Աստծո առավ եւ դու պետք է խնդրես, որ Տերը բացա իր խոսքը ինձ ու քեզ, որ ես ու դու հասկանանք Աստծո խոսքը ինչ ունի ինձ ու քեզ ասելու, Ժողովուրդ ջան։ Տամար օրհնյալա մեր Տեր Հիսուսը, Ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ մենք հավատանք Աստծո տված պատվերաններին, որ այսօր ինձ ու քեզ Աստծո խոսքը պատվերում է, Ժողովուրդ ջան։ Եվ ինչպես եւ ուզում եմ կարդամ Ղուկասի 24-ի Ժողովուրդ ջան 45 համարը, Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ 45 համարից։ Սմա այն ատեն անոնց միտքը բացավ, որպեսզի գրքերը հասկանան։ Ժողովուրդ ջան, մի հատ էլ եմ կարդում։ Այն ատեն անոնց միտքը բացավ, որպեսզի գրքերը հասկանան։ Մենք հասկանում ենք, որ այսօր Սուրբ Հոգին է ինձ ու քեզ բացում, Տիրոջ Հոգին է բացում ավետարանը հասկանալու համար, Ժողովուրդ ջան։ Կամ դու երեխու պես ես գալու քո պապայիդ մոտ, գալու մգնում ես քույս Տիրոջ ոտքերը գրգում ես, երեխու պես։ Եվ Տերը քեզ բաներ շատ բաներ դեր սովորացնել, Ժողովուրդ ջան։ Տամար ինչու եմ ասում, եթե երեխաների պես չլնեք, դու երկնքի թագավորությունը չեք մտնի, Ժողովուրդ ջան, բարձ ավետարանը գրում ասում է, եթե երեխաների պես չլնեք, դուք Աստծո թագավորություն չեք կրա մտնի, Ժողովուրդ ջան։ Աստված մեզ սարկում է երեխաների պես հավատք ունենալ Աստծո խոսքին, Ժողովուրդ ջան, այսօր սաղսել երեխա ունենք։ Երբ որ դուք երեխուն մի բան խոստանում ես, Ժողովուրդ ջան, այդ երեխան սպասում է, հավատքով է սպասում։ Քո տված խոստումի, թեկուզ դու մարդ ես, հնարավոր է դու մի բան մոռանաս եւ ուրանաս, բայց Աստված չի ուրանում, Աստված չի մոռանում։ Եթե նա մի բան մեզի խոստացել է, Ժողովուրդ ջան, լավ իմացեք, Աստված հավիտյան հիշելու է։ Նա երբեք չի մոռանում այն, որ խոստացել ինձ ու քեզ։ Դամար մենք տեսնում ենք իրապես, որ այսօր ինչ անում, Աստված բացում է մեր մտքերը, որ մենք հասկանանք ավետարան, Ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ ավետարան են կարդում, Ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի հատ պես վկայություն կար եւ այդպես, ասում եմ մի հատ գիտնական մարդ, Ժողովուրդ ջան։ Այս մարդը այնքան գիտնական էր, այնքան գրքեր էր կարդացել, հասկացել, Ժողովուրդ ջան։ Ես այս մարդը վերցնում ասում եմ ավետարան կարդալու, Ժողովուրդ ջան։ Մարդիկ գիտեն ավետարան կարդալ պես խաղու պարա։ Մարդիկ գիտեն հավատացյալը դառնալ սովորական բան է, Ժողովուրդ ջան։ Ամեն մարդ չի կրում հավատացյալ դառնալ։ Հենց ուզում է դառնա հավատքի սատանե խապում, այն մարդ քեզ դες ինչ կսեն հեսա։ Կասեն ֆարմազես, կասեն էս Ժողովուրդ, եւ մարդը չի դառնում հավատքի։ Մենք տեսնում ենք մարդիկ գիտեն հավատացյալը սովորական բան է, Ժողովուրդ ջան։ Այսինքն, երբ որ դու դառել ես հավատքին, դու գիտես ինչ ճանապարհ ես անցել, Աստված քեզի որդից է քաշի հան ինձ ու քեզ, Ժողովուրդ ջան։ Աստված այդ սատանայի ճիրաղներից ինձ ու քեզ հանելա։ Եվ ասում է տղա ջան, աղջիկ ջան, փառավորա ինձ։ Փառավորա ինձ, որտեղ մեր Աստվածը փառավոր է Տերիս, Ժողովուրդ ջան, որ այսօր ինձ ու քեզ այդ բոլոր քո մեղքերից ազատել առանց ոչ մի բանից։ Ասում եմ, այ Ժողովուրդ ջան, ախր Աստված ես ոչ փող ազում, ոչ եսի ինչ ազում, որ դու մտածեք ունեմ թե չունեմ տամ, այլ Աստված ձեզի ծրի փրկություն ա բերե, ծրի ա տալում, Ժողովուրդ, ասում է ծրի վերցրեք, այ մարդ վերցրեք, քանի դուռը բաց է, մտեք տապան։ Դա մարդու Տիրոջ անունը փառավորվի, Ժողովուրդ ջան, երբ որ այս մարդը գիտնական մարդ վերցնում ավետարան կարդալու ասված շուն, Ժողովուրդ ջան, այս մարդը կարդում, գլուխը բան չել հասկանում, Ժողովուրդ ջան։ Այո, մենք հավատում ենք, եթե ավետարանի մեջ գրված է, որ Աստված իր խոսքը պայել է գիտուններից, դա այո եւ ամեն է։ Եթե Տերը մի բան գրել է ավետարանի մեջ, Ժողովուրդ ջան, մենք հավատում ենք։ Դու կարող ես հասկանաս ավետարանը, բայց գիտնական մարդը չհասկանա ավետարան, Ժողովուրդ ջան։ Որտեւ իրան Տերը չի բացի, մինչև ինքը չխոնարհվի, հասկանա, որ ինքը ոչինչ Աստծո առաջ, այդ իր գիտությունն էլ է ոչինչ Աստծո առաջ, որպեսզի Աստված իրան նոր բացի իր խոսքը, որպեսզի հասկանա, որ Աստված իր համար մեռել է եւ հարություն արել, Ժողովուրդ ջան։ Եվ ես հարուս այս գիտնական մարդը, Ժողովուրդ ջան, արդեն խելառում է։ Ես կնիկը գալու, վայ մարդ ջան, դու արդեն կգժվես, գոնե գնա հանգստացի, Ժողովուրդ ջան։
Այո, այս անգամ շատեր են կարա պատմած լսած լինեք ժողովուրդ ջան, եւ երբ որ եկավ այս խոսքի վրա, դա որ ուզում եմ մի հատ Տերը օրհնա ինձ ու քեզ, որ դու հավատաս, շատ անգամ դուք ձեզ կան տգար, թույլ եք տենում, ընկան հնգած, կամ ինչ-որ մի վատ եք տեսնում ժողովուրդ ջան, ոնց որ այս աշխարհից ոնց որ ամենահեսի միջ եք ժողովուրդ ջան։ Աստված ինքու մեջ հավատ կա դրե, հավատ ժողովուրդ ջան։ Այս ամբողջ տիեզերքի մեջ այսօր Աստվածքու մեջ հավատ կա բերեներ դրե, որ դու հավատաս Աստծուն ենե կենտանի Աստծուն ժողովուրդ ջան։ Հավատք Աստծո խոսքի վրա։ Դա մարսմա ես ձեզի իշխանություն եմ տվել Աստծո որդիներ կոչվելու համար։ Այսօր դու ունես իշխանություն Աստծո որդի կոչվելու։ Ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրհնի, շատ անգամ այդ մարդիկ այդ փսփսոցին այդ սև խավարից վախենում են ժողովուրդ ջան։ Մարդը չի պատկերացնում, որ ինքը ով է այսօր ինքը։ Այսօր դու Աստծո զավակ ես, եթե դու ճիշտ ապրես, եթե դու սիրես Աստծուն, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ասում են, «Ետից գնա փախի այս սատան, այ մա դու դրա այդ ինչ գործ եք, ամել փախի կամ դու այդ ինչ գործ ունեք ժողովուրդ ջան»։ Իշքան կրծեք դուք մոդիկցեք Հիսուսին, այն մայրամի պես ընկեք, ոտները գրգեք, արտասուններով համբյուրեք ձեր պապայի ոտքերը։ Ես էլ մեկ որ քարոզում եմ ժողովուրդ ջան, ինքան գուզես էլ մայրամի պես կայներ տիրոջ ոտքերը գրգեի միշտ ժողովուրդ ջան, դա կյանք է, երբ որ դու գալում ես մոդիկնում ես քո տիրոջ ոտքը գրգում ես, համբյուրում ես ժողովուրդ, հիմա էլ դու կարաս անես, հենց հիմա այս պահին։ Դու գրած քո հավատքով մոդիկնաս քո տիրոջ ոտքը գրգես, քո ներսը տեսնելով ասես Տեր Հիսուս ջան, ես քո կարիքը դունեմ։ Իմ ներսը ողորմա, ինձի մաքրա սրբա Հիսուս ջան։ Ներային բոլոր մեղքերս անօրություն ես Տեր Հիսուս ջան։ Վերջես հարուս մարդուն ղրգումա կին ասում այ մարդ կնա հանգստացի ես խեջը, ելնում հետումա սանատոյր ասում ճիշտ ես ասում այ կինիկ ջան։ Հետումա հանգստանով ժողովրդի, իպ ասում մի ծովապում ասնում այդպես այդ ծովապի մոդով տեսնում մի երեխա ասում մի հատ փոսա փորի եւ այդ ծովի ջուրը բերում լցնում այդ փոսի մեջ այս դե վերջ հետաքրքրությունա չէ ժողովուրդ ջան, այս մարդը կանեմ նայ մտես ինչ է երեխեն անում ժողովուրդ ջան։ Ինքան ահավոր բան է, երբ որ այդ գիտնական այս երեխու չափ խելքե չունի ժողովուրդ ջան։ Վերջես նայելով այս խեջը զարմանս մայաշն էս ինչ ես անում։ Ասմա ծածա ջան, ուզում եմ այս ծովը տեղափոխեմ այս փոսի մեջ, փոքր փոսի մեջ ժողովուրդ ջան։ Այս մարդը ասում այ տղա ջան, այ չէ ոսպես բան կլինի։ Այդ ոնց դու կաս այդ մեծ ծովը տեղափոխես այս փոքր փոսի մեջ։ Ասմա ո՞նց դու անխել գլխիդ մեջ ուզում ես Աստծո խոսք տեղափոխես, անխել գլխիդ մեջ։ Այս մարդը հասկանում է Աստծո խոսք գլխի մեջ չեն տեղադրում ժողովուրդ ջան։ Եթե գլխից մտավ ընդից դուրս է գալու։ Աստծո խոսքը պետք է լսես ու մտնի քո սրտի մեջ, ընդեղ է մտնելու ժողովուրդ ջան։ Լսում ես Աստծո խոսքը եւ պետք է ընդունես, ասում է ձեր սրտի դուռը կանգնած ու թագում եմ։ Բացեք։ Համար Տերս օրհնի ժողովուրդ ջան, ես ուզում եմ մի ուշտեղ կարտայի դել կարտանք Տիրոջմից, պրոստը որ Տերը բերեց այդ հարության վրա, որ այսօր շատերը այո չեն հավատում ժողովուրդ ջան։ Շատ մարդիկ այո ասում են մեռն եմ ասում, հավատում եմ ժողովուրդ ջան, ասում են հավատում եմ, բայց երբ որ գալում ես հենց բերում ես այդ տոշկեն, որ մարդը պետք է հավատա, որ կա մեռել են հարություն, դե չեն հավատում արդեն всё։ Հավատքը կային առավ։ Բա դու ինչու ես հավատում այդ նկարներին։ Այդ նկարը քեզ չի փրկելու։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ կարտամ առաջի Տիմոթեոսի 6-րդ գլխի 11 խոսքը։ Անհատական հորդորներ։ Այսօր Աստված անհատական հորդորներ անում։ Հիմա ինձ ու քեզ անհատական է Աստծո խոսքը ժողովուրդ ջան։ Հիմա որ դու լսում ես անհատական Աստված քեզ հորդորում է։ Նա քեզ մխիթարում է, նա քեզ օգնում է ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք ինչ համար այսօր Աստված ուզում է որ մենք շատ բաներից մաքրվենք եւ սրբվենք ժողովուրդ ջան։ Եվ առաջի Տիմոթեոսի 6-րդ գլխի 11 խոսքը ասում է, բայց դու ով մարդ Աստծո փախիր այս բաներեն ու գնա արտարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության, հեզության յետևե։ Այսինքն մեզ Աստված ասում է Աստծո փախիր, այսինքն դու մոդիկցի Աստծուն, այդ ամեն բաներից ինչ որ կա քո կյանքի մեջ, չարիքներ, մեղքեր, ապագան, ինչ որ աշխարհային սերեր կազմադից դու փախիր։ Այսօր շատ մարդիկ ժողովուրդ ջան,
ծածուկ աշխարհը սիրում են։ Եղբայրը չի տեսնում, ոչ մեկը չի տեսնում, ժողովուրդ, մարդը մտնում Աստվածը չի տեսնում։ Ինչի որ մարդիկ շատ անգամ հավատքի կյանքի մեջ չեն աճում, ժողովուրդ ջան, գալում են, բայց չեն աճում։ Ինչի համար, որտեղ մարդը ուրիշ բան է սիրում։ Աստված նախանձախնդիր Աստված է։ Նա ուզում է, որ դու մենակ իրան սիրես եւ իրան պաշտես։ Եվ դա մարդը, բայց դու ով մարդ, Աստծո փախիր այս բաներն ու գնաս արտարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության եւ հեզության ետևե։ Աստված մեր ինձ ու քեզ ուր է ուղարկում, որ մենք գնանք, ժողովուրդ ջան։ Այսինքն դու կարող ես եղբայր, բայց ո՞նց գնամ ես սրանք տեսնեմ։ Սրանք քո հավատն է, սրանք Աստծո խոսքի բերած խոսքն է, որ դու պետք է ուդես ու հավատաս Աստծո խոսքին։ Արտարությունը դա իր արտարությունն է բերե, որ դու արտար պետք է ապրես այս երկրի վրա։ Ժողովուրդ ջան, աստվածապաշտություն, որ դու պետք է աստվածապաշտ լինես, դու պետք է պաշտես քո Աստծուն։ Ժողովուրդ ջան։ Հավատք, որ դու հավատաս Աստծո խոսքին։ Ոչ թե երևույթներին ես հավատում, ժողովուրդ ջան, այլ դու հավատաս Աստծո խոսքին։ Ինչու՞ որ այսօր շատ մարդիկ ունենում են տատանումներ հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Մենք էլ վաղտին շատ ենք ունեցել, մինչև այո, մենք պատերազմի մեջ ենք։ Բոլոր մարդիկ հավատքի, բոլորս է պատերազմի մեջ են, ժողովուրդ ջան։ Լավ իմացեք, սատանեն չի կնում։ Հիմա գիշեր եկավ, շատ ես կքնեինք, բայց ինքը չի կնում, ժողովուրդ ջան։ Ասում եմ հավատքի եւ սիրո, Աստծո սիրո, եթե դու Աստծուն սիրում ես, արդեն դու կարողանում ես արդեն մի ուրիշին էլ սիրես, ժողովուրդ ջան։ Դա շատ անգամ որ մարդկանց հետ աշխատես մենք, ժողովուրդ ջան, հո եթե մենք քեզի չենք էլ ճանաչում, եթե մենք քո համար լացով դիաղոտենք, վերջը դու չես պատմում, ես մարդ ես, եղբայրն չի քո համար լացով աղտում։ Մենք ոչ բարեկամ ենք, ոչ հարազատ ենք, ժողովուրդ ջան։ Այսինքն դա Աստծո սերն է բերիմ ու քո մեջ դրե, որ մենք այսօր հոգ ենք անում մեր մնացած հոգիների համար, որոնք դեռ Աստծուն չեն ճանաչում, ժողովուրդ ջան։ Թեկուզ քո քույր եղբայրը, որոնք տգար եւ թույլ են։ Աստված այդ սերը դրել է իմ ու քո կյանքի մեջ, նաև համբերություն է բերում ինտես։ Հավատքի, սիրո եւ համբերության մասին է նաև ասում, ժողովուրդ ջան։ Համբերություն, սա ամենակարևոր բանն է քո կյանքի մեջ։ Շատ անգամ մենք տեսնում ենք, թե մեր ընտանիքների մեջ, շատ անգամ գործի տեղերում մարդը համբերություն չունի, ժողովուրդ ջան։ Եղբայր ջան, համբերությունս բրձավ։ Չկրտանձի զսպե, ժողովուրդ ջան։ Այսինքն ինչու՞ որ այսօր Աստված ինձ ու քեզ ուր է բերում, ժողովուրդ ջան, գնա Աստծո ետևից, այս բաների ետևից գնա։ Համբերության եւ հեզության ետևի։ Համբերության եւ հեզության ետևի։ Այսպես բաներ կա ինձ ու քեզ Աստված սովորացնում է համբերություն, ժողովուրդ ջան, այնքան կարևոր է սա։ Երբ որ իմ ու քո կյանքի մեջ բերում է համբերություն, շատ անգամ մարդիկ չեն համբերում, ժողովուրդ ջան։ Եվ հեզություն։ Որքան կարևոր է, որ իմ կյանքի մեջ եւ քո կյանքի մեջ կա հեզություն։ Տեղեր կա պարագա կարա հնարավոր դու ուզում ես քո հունից դուրս գաս, բայց դու հասկանում ես, որ դու պետք է համբերես Աստծուն, ժողովուրդ ջան։ Դու պետք է համբերես Տիրոջ խոսքը, որ Տերը ինձ ու քեզ ինչ ունի ասելու, սիրածո ժողովուրդ ջան։ Եղեք, չէ։ Ետևեն։ Համբերության եւ հեզության ետևեն։ Սա պատերազմի հավատքի բարի պատերազմը բռնե հավիտենական կյանքը, ինչպես խոսվավ չէ, հավիտենական կյանքի համար։ Տերը սորտնի բոլոր սիրաշո ժողովուրդ ջան, հավիտենական կյանք, ասում է բռնե հավիտենական կյանքը։ Դա մարդու Տիրոջ անունով փառավորվի, որ այսօր մենք հավատում ենք, այո, որ կա հավիտենական կյանք, սիրաշո ժողովուրդ ջան։ Դա մարդու Տերը բոլորս էլ օրհնի, զորացնի մեզ, սիրաշո ժողովուրդ ջան, որ պատերազմի հավատքի բարի պատերազմը եւ բռնե հավիտենական կյանքը, որոնք կանչվեցար եւ շատ վկաներ չեն դավանեցար բարի դավանությունը։ Դա մարդու Տիրոջ անունով փառավորվի, սիրաշո ժողովուրդ ջան, կանոնը վերջացնենք, ամեն